Ինչու նման վարքել։ Ինքը միշտ գալիս եմ ամեն անգամ ստեղ ինքը։ Բա թող գնդե մի օր, թող գա դիրքեր ասի Միքայելյան, ես ինչ ես եկել ստեղ։ Հələ թող գնդե, թող գա մտնի երկրապահ։ Ես չեմ թողում Վազգենը։ Որ հիմիկվա իշխանության։ Հարգելը չի նշանակում, որ գազ թռնես մարդու երեսին ցույց տաս։ Մարդիկ ձևավորվի ժողովրդի մեջ։ Երկրապահը Հայաստանի Հանրապետության պետական սահմանները այն ժամանակ, որ եկան մտան ազգային ժողով ջարդին, եկան մտան խորհրդարան բանը ջարդին, կառավարության շենքը ջարդին, որ ընդ հայի արուներ թափվում, միսու արուներ թափվում։ Այստեղ այդ հերոսները եկան, որ հոկտեմբերի 27 սարքին, որ Նիկոլ Փաշինյանն էլ խփին լրիվ գործին իրա վրա, կոչկին, որ դավաճան այսինա։ Բայց այս անգամ իրանց հաստված կամեցավ, չհաջողվեց, որովհետև եթե այսօր մենք քիչ առաջ որ ասի, այս արդեն 6-րդ տարին է, 20 թվականից մինչև հիմա մենք պահում ենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանները, երկրապահը լուռ ու մունջ, երկրապահը գիտակցում է, իրավիճակի լրջությունը իր գործն անում, եթե ամեն մարդ իր դաշտում, թե քաղաքական, թե դիվանագիտական, թե տարբեր ուղղություններով իր գործն անի, ամեն ինչ նորմալ կլինի։ Իսկ այսօր այս սութի մութի խոսալը բանը ես մի բան եմ հասկանում, ինչքան պատմություն եմ ուսումնասիրել, ինչքան կարդացել եմ, տեսել եմ, լսել եմ, 15 թվականի նույն վիճակն է, թե ներքաղաքական, թե արտաքին ուժերի միջամտությամբ, եւ մենք գնացինք ցեղասպանվանք։ Մի ժողովուրդ ջան, սիրելի հայ ժողովուրդ, մենք լուրջ մարտարավերների չասեմ, լուրջ վիճակ է մեր տարածաշրջանում։ Դրա համար եկեք խելոք լինենք, համախմբված լինենք գոնես անգամ։ Աստված ոչ չարացե, չգնանք ցեղասպանվենք։